Միացյալ Նահանգները կարևոր դեր է խաղացել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին կրկին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր խոսքը սկսել է Եվրոպայի վարած քաղաքականության քննադատությամբ, նշելով, որ մայրցամաքը սխալ ուղղությամբ է շարժվում։ Ես սիրում եմ Եվրոպան, ուզում եմ տեսնել, թե ինչպես է բարգավաճում, բայց այն այժմ դարձել է խնդիրներով լի տարածաշրջան։ Մեզ պետք են ուժեղ, ոչ թե թույլ դաշնակիցներ։ Թրամփն իր ելույթում մտահոգություն է հայտնել աննախադեպ միգրացիայի, պետական ծախսերի ավելացման ու էներգետիկ մարտահրավերների վերաբերյալ։ Նա անդրադարձել է նաև գլոբալ հակամարտություններին, պնդելով, որ ինքն ավարտել է 8 պատերազմ եւ այժմ կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման վրա։ Նա նշել է, որ համաձայնության հասնելու նպատակով բանակցություններ է վարում ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Թրամփը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է ուժ կիրառել, սակայն նա խնդրում է խուսափել դրանից, մատնանշելով հակամարտությունների լուծման զգուշավոր մոտեցումը։ Ես անձամբ բանակցություններ եմ վարում ինչպես Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ, որ Պուտինը եւ Զելենսկին այժմ այն կետում են, երբ կարող են համաձայնության գալ, եւ եթե չգան, հիմար են։ Նախագահը նաև խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի հարցում նախաձեռնությունների մասին, ընդգծելով, որ միայն իր երկիրն է ի վիճակի ապահովելու կղզու անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք անհապաղ բանակցություններ սկսել առանց ռազմական ուժի կիրառման, սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք դիմել նաև դրան։ Դավոսում ընթացող միջոցառմանը զուգահեռ տեղի են ունենում նաև բողոքի բազմահազարանոց ակցիաներ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության եւ համաշխարհային տնտեսական ֆորումի դեմ։ Ոստիկանությունը հայտնել է, որ որոշակի վնաս է հասցվել պետական գույքին, իսկ ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Ֆորումի շրջանակում արդեն կայացել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ճեպազորույցի ժամանակ նշել էր, թե Ռուսաստանը ևս ստացել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հրավերը միանալու Խաղաղության խորհրդին։ Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահին այս առաջարկի համար։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կուսումնասիրի փաստաթղթերը եւ խորհրդակցություններ կանցկացնի ռազմավարական գործընկերների հետ, որից հետո միայն կպայմանավորվենք։ Պուտինը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական ակտիվներից $1 միլիարդ հատկացնել Խաղաղության խորհրդին։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական միջոցների մի մասը կարող է օգտագործվել նաև մարտական գործողությունների հետևանքով վնասված տարածքների վերականգնման համար Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Պուտինը նշել է, որ Խաղաղության խորհրդի առաջարկը կենտրոնացված է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման, պաղեստինցի ժողովրդի հիմնարար կարիքների եւ Գազայի հատվածում առկա սուր մարդասիրական խնդիրների լուծման վրա։ Մենք միշտ աջակցել եւ շարունակում ենք աջակցել միջազգային կայունության ամրապնդմանը։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը նաև անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Գրենլանդիայի միջև ստեղծված իրավիճակին, շեշտելով, որ դա Ռուսաստանին չի վերաբերվում, ապա պատմական համեմատություն է բերել, հիշեցնելով Ալյասկան Ամերիկայի Միացյալ Նահանգներին վաճառելու 19-րդ դարի փորձը։ Եթե Միացյալ Նահանգները ցանկանա, կկարողանա ձեռք բերել Գրենլանդիան, ինչպես ժամանակին ձեռք բերեց Ալյասկան։ Եզրափակելով իր ելույթը Պուտինը կրկին խոսել է Խաղաղության խորհրդի մասին, ընդգծելով ցանկացած մասնակցություն պետք է լինի նպատակային եւ դրական ազդեցություն թողնի տարածաշրջանային ու միջազգային կայունության վրա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։